Սիրելի հայրենակիցներ, մինչև տեսանյութը դիտելը, խնդրում ենք մի փոքր ուշադրություն։ Եթե հիմա սեղմեք լայք, կիսվեք տեսանյութով եւ բաժանորդագրվեք ալիքին, դուք անում եք մի բան, որը բառացիորեն փոխում է այս ալիքի հնարավորությունները։ Ինչու է դա կարևոր։ YouTube-ի ալգորիթմը լայքն ու բաժանորդագրությունը ընկալում է որպես ազդակ, որ այս բովանդակությունը արժեքավոր է։ Երբ դուք սեղմում եք այդ 3-ից թեկուզ մեկը, YouTube-ը սկսում է ավելի շատ մարդկանց ցույց տալ այս տեսանյութը։ Երբ կիսվում եք տեսանյութով, դուք իրականում դառնում եք տեղեկության տարածող, այսինքն դուք ձեր շրջապատին եք հասցնում այն գաղափարները, որոնք ուրիշ կերպ նրանց չեն հասնի։ Բաժանորդագրվելով, դուք թույլ եք տալիս ալիքին աճել, զարգանալ եւ հետեւողականորեն ավելի մեծ լսարան գրավել։ Շնորհակալություն լույսի բանակին աջակցելու համար։ Բարև հայր ջան, այսօր 2025 թվականի դեկտեմբերի 7-ն է։ Ուղիղ 37 տարի առաջ այսօրը հայոց պատմությունը ֆիքսեց հերթական ցավալի ու աղետալի մի էջ, որը երկրաշարժն էր, որի ժամանակ ունեցանք հազարավոր զոհեր ու այդ կորստի ցավը մինչ օրս բոլորս կրում ենք մեր սրտերում։ Ես ուզում եմ իմ ու ողջ լույսի բանակի անունից հայտնել ցավակցությունս համայն հայությանը ու բնականաբար զոհվածների հարազատներին։ Ուզում եմ նշել նաև մի շատ կարևոր բան։ Ես գիտեմ, որ մենակ ես չէ, այլ ձեզանից շատ ու շատերը ունեն բավականին հիմնավոր պատճառներ մեղմ ասած կասկածելու, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ոչ թե ուղղակի բնական աղետ էր, այլ մարդկային միջամտությամբ ահաբեկչություն կամ որևէ սխալ փորձարկման արդյունք։ Լույսի բանակի հիմնական ծրագրերի մեջ պարտադիր կերպով մտնում է մի կետ, որը պետական մակարդակով անցկացնելու է խորացված ուսումնասիրություն ու հետաքննություն 88 թվականի երկրաշարժը ամբողջությամբ բացահայտելու ու ամբողջ աշխարհին ցույց տալու մեղավորներին, ցույց տալու դրդապատճառները ու ցույց տալու այն, որ իրականում դա բնական աղետ չէր։ Դա Աստված մենք սխալվենք, բայց կասկածները հիմնավոր են ու ձեզանից յուրաքանչյուրն ունի այդ կասկածն ու մտորումները։ Նենց որ առաջ Աստված ոչինչ, ինչպես եւ հոկտեմբերի 27-ը, ինչպես 88 թվականի երկրաշարժը չբացահայտված չի մնալու։ Ինչպես նաև մինչև բուն հիմնական թեմային անցնելը ուզում եմ ասել, որ այսօր Կիրակի է ու գիտեմ, որ երեկոյան ժամը 22:00-ին ձեզանից շատերը սպասում են ուղիղ եթերին։ Ինչ-ինչ պատճառներով, որոնք նախատեսված չէին, ուղիղ եթերը կտեղափոխվի վաղը։ Այսինքն երկուշաբթի օրը Հայաստանի ժամով երեկոյան 22:00-ին ես կլինեմ իմ ալիքի, YouTube-յան ալիքի ուղիղ եթերում։ Համեցեք բոլորդ, ովքեր ունեն կուտակված հարցեր, ովքեր ունեն առաջարկներ, միասին կշփվենք, քննարկենք ու մենք կլսենք ձեր առաջարկները, դուք էլ ձեր ուղղած հարցերի պատասխանները։ Ու այսօր ինչից եմ ուզում խոսալ։ Տարբեր այսպես կոչված քաղաքական վերլուծաբանների լսելով ես հասկացա, որ համել իրանց համար պետքա որոշ բաներ պարզաբանեմ, որ իրանց վերլուծությունները լսող ու դրանց վրա հիմնվող մարդիկ թեկուզ եւ իրանցից, բայց լսեն ճշմարիտ վերլուծություն, որտեղ կներկայացվի ոչ միայն իրական, այլ նաև գլոբալ ընդհանուր պատկերը, որ բոլոր հայերը պարզ տենան, թե մեր հետ այսօր ինչա կատարվում։ Խոսքը այն սցենարի մասին է, որը տասնամյակներով գործածվում է մեր դեմ։ Այդ սցենարը մշակվել է ու ամեն անգամ թարմացվում է փակ դռների հետևում, ու այդ սցենարի անունը երբեք բացահայտ չի տրվել։ Այսօր ես կտամ այդ անունը։ Ու ինչի համար է անուն տալը կարևոր, որովհետև կա մի հատ դարերով փորձված ճշմարտություն, որ այն ինչը անվանվում է, այսինքն ունենում է հստակ անուն ու ուշադրության կենտրոնացման հասցե, այդ դառնում է կառավարելի։ Իսկ եթե մի բանից վախում են խոսան, դա դառնում է աղետ։ Ու դրա համար ես ամենից ելնելով, ես այսօր ուզում եմ ցույց տալ Հայաստանի դեմ գործող սցենարի ամբողջ կառուցվածքը, հիմքից մինչև գագաթ։ Ու ոչ թե լրատվական ֆորմատով, ոչ թե չակերտավոր են, ոնց որ ասում են հավաստի աղբյուրներով, այլ նյութական, գաղափարական ու պատմական շերտերով, որոնք եթե չտենակ հայեր ջան, չեք հասկանա մեր երկրի վրա կատարվող ոչ մի քայլ, ու առավել եւս գլոբալ սցենար։ Մեր դեմ օգտագործվող սցենարը պահվել է ու պահվում է գաղտնի
այսինքն չի բարձրաձայնվում պարզ ու բաց։ Դրա համար եկեք նախ սկսենք դրա ծագումից, որտեղից է ամեն ինչ սկսվել։ Հայաստանի պետականության դեմ գործող սցենարը չի սկսվել այսօր կամ երեկ, այդ սցենարը չի ծնվել Նիկոլի օրոք, չի ծնվել Սերժի օրոք, չի ծնվել ոչ Քոչարյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Այդ սցենարը շատ ավելի հին է։ Այդ սկսվել է մի օր, երբ Հայաստանը աշխարհաքաղաքական դաշտի վրա գծեցին ուրիշները, բայց հայերին թույլ տվեցին հավատալ, որ իբր իրանք են որոշում իրենց ճակատագիրը, որ իբր Հայաստանի ժողովուրդը որոշող զանգված է։ Այդ օրվանից սկսած մեր պետականությունը դրվել է պայմանական կիսաբաց դռների տակ, ու մեր առաջ դրել են իրանց համար մի հատ իմաստային նպատակ, որ Հայաստանը պետք է միշտ լինի թույլ, բաժանված, պառակտված, կախյալ, կառավարելի, ու որ երբեք չի կարող լինի մրցունակ։ Էսա ամբողջ սցենարի հիմքը։ Հիմա ես թվարկեմ, դուք էլ եթե կարաք, ասեք տենց չի։ Նայեք, տարածքային չեզոքացում, բանակի թուլացում, մարդկային պաշարների լծակավորում, քաղաքական դաշտի ծծմբացում, մեդիայի մեղմացված լոբոտոմիա ու ամենակարևորը հայ մարդու մտքի, հավատի ու հոգու կոտրում։ Այդ սցենարը ունի ժառանգներ, որոնք հերթով իշխանությունից իշխանություն փոխանցում են նույն փիլիսոփայությունը, նույն քարոզչությունը, որ իբր Հայաստանը փոքր է, Հայաստանը պետք է ենթարկվի, Հայաստանը չի կարող ինքնուրույն գոյատևել ու սեն շարունակ։ Այս հակահայկական քարոզչա մեքենայում միակ բանը, որ փոփոխվում է, այդ դեմքերն են։ Սցենարը չի փոխվում։ Հիմա նայեք ոնց է այդ սցենարը աշխատում ներսից։ Սցենարը գործադրում է մի հատ շատ պարզ մեխանիզմ։ Տարբեր տեխնոլոգիաների միջոցով, դատական համակարգով, մեդիայով, լրատվականներով, քարոզներով ու մյուս բոլոր տարբերակները օգտագործելով նախապես ձևավորում են մի հատ ազգ, որը մտածում է ոչ թե իր կարողությամբ, իր պոտենցիալով ու իր իրական ուժով, այլ իր վախերով։ Եթե ավելի կոնկրետ, ապա ամեն կերպ բոլորին տալիս են վախ, պատերազմի վախ, զոհվելու վախ, աղետի վախ, բացահայտման վախ, մեկուսացման վախ, քարկոծման վախ, դատվելու վախ ու մնացածը դուք էլ գիտեք։ Ու ժողովրդին ներշնչած այս վախերի ֆոնին էլ ավելի ճիշտ այդ վախերի հիման վրա, այդ վախերը հանդիսանում են հիմք, բերում են փրկիչների կեղծ համադրություն, մի կողմում տկար ապազգային, բայց իշխանություն պահող մի հատ խումբ, մյուս կողմում էլ իրանց դիրքից ատամներով բռնված, կարճած ռուսական օլիգարխիայի մետաստազները, որոնք ձևավորում են խորհրդարանական ընդդիմություն։ Ու այս ամեն ինչի կուլմինացիան այն է, որ վերջում էլ այս ամեն ինչի ֆոնին ժողովրդին համոզում են, որ սրանցից բացի ժողովուրդը ուրիշ ընտրություն չունի։ Այս էլ սցենարի միջուկն է, որտեվ երբ մի ազգի համոզում ես, որ իր շուրջը ոչ մի ուրիշ ելք չկա այլ ընտրանք, մենակ ներկա ու նախկինն են ու ուրիշ ուղի ճանապարհ գոյություն չունի։ Այդ ազգը դառնում է ոչ թե քաղաքացի, այլ կոդավորված օբյեկտ, ղեկավարելի, կանխատեսելի ու օգտագործելի։ Ու այդ սցենարը ամեն օր սնուցվում է 3 մեխանիզմով։ Առաջինը մեդիան է, որը մշուշացնում է իրականությունը այնքան, որ ազգի մեծամասնությունը ել չի հասկանում, չի կարող հասկանա, թե կոնկրետ ում ձեռներն են խաղում այդ վերահսկողության լարերի հետ, ով է ում քարոզիչը ու ով ում կողմից է։ Ու դրա արդյունքում է, որ ստանում ենք այն, որ շատերը ասում են, էլ ոչ մեկի չենք հավատում։ Բայց տենց ասողներ, իմացեք, որ այդ ասելով դուք ցույց եք տալի, որ դուք դառել եք հաստատված կառավարելի ու օգտագործելի։ Իսկ դա իրականում ամոթ է։ Դրա համար մոռացեք այդ արտահայտությունը, որ էլ ոչ մեկի չեք հավատում, որտեվ կոնկրետ ես, եթե խնդրեմ ձեզ, որ հիմնավորեք, թե հենց մեզ խի չեք հավատում, ոչ մի հիմնավորում չեք կարատակ, այլ մենակ ինչ-որ ենթադրություններ, բամբասանքներ ու մի խոսքով ամեն ինչ բացի փաստարկված հիմնավորումից։ Հաջորդ մեխանիզմը, որով սնուցում են այդ հակահայկական սցենարը, այդ տարբեր ժամանակների չակերտավոր փրկիչ ընդդիմություններն են, որոնք իրականում փրկում են ոչ թե ժողովրդին, այլ հենց այդ նույն համակարգը, մատրիցան։ Հիշեք ընդդիմադիր
Նիկոլին։ Ժողովրդին էլ պահում են ուլտրա նախկինների դիմադիր ու անդիմադիր խաղերի մեջ։ Ու երրորդը դա մեռնող ազգային հոգին է, որը փորձում են փոխարինել անորոշությամբ, կենցաղային էժան զզվելի վեճերով, դեգրադացնող ու դեբիլ հաղորդումներով ու առօրյա դատարկ զվարճանքներով։ Այս երեքը միասին կազմում են փակ շրջանակ, որը մենք սովորել ենք կոչել Հայաստանի քաղաքական կյանք, բայց այս քաղաքական կյանք չի, այս գաղտնի կառավարվող մոդել է, որի իմաստն ու նպատակը մեկն է, որ Հայաստանը երբեք չդառնա ինքնուրույն, երբեք չդառնա հաղթող ու երբեք չդառնա գործընթացների տեր։ Ու այս դեռ նրա մասին, թե ոնց այդ սցենարը աշխատում ներսից։ Հիմա նայեք այդ սցենարը ոնց է աշխատում արտաքին մակարդակում։ Արտաքին ուժերի համար Հայաստանը ոչ թե գործընկեր պետություն է, այլ ոնց ասեմ, ինչ որ մի ջրի հոսքի վրա դրած փայտ, տախտակ, որը իրանք միշտ պետք է ուղեն իրենց անհրաժեշտ ուղությամբ։ Ադրբեջանի միջոցով մեզ պահում են ճնշման տակ, Ռուսաստանի միջոցով կախվածության տակ, դե Արևմուտքի միջոցով էլ պահում են իբր արտաքին լեգիտիմացման ընթացքի մեջ, բայց երբեք ու ոչ մի դեպքում ինքնուրույնության մեջ։ Այս է իրականությունը։ Բոլորի համար Հայաստանը միշտ պետք է լինի սեղանի վրա դրած ինչ-որ առարկա, բայց ոչ երբեք սեղանի շուրջ նստած կողմ։ Այս է ամենամեծ հանցագործությունը մեր պետության դեմ, որովհետև պետությունը, որը իր տեղը չունի սեղանների շուրջ, այդ պետությունը միշտ դառնում է քարտեզի վրա գծած շախ ու մատերի զոհը։ Հիմա ավելի հետաքրքիր բան ասեմ, թե ինչի հենց Հայաստանը դառավ այս սցենարի թիրախ, որովհետև Հայաստանն ունի առնվազն 3 բան, որոնք վախեցնում են ցանկացած գերտերության ինժեներային համակարգին։ Առաջինը հայ ժողովրդի անասելի վերականգնվելու ունակությունը։ Պատմությունը ցույց է տվել, որ ինչ էլ կորցնենք, մի օր անպայման վերադարձնում ենք։ Ժողովուրդ, ոչ մեկ մեր նման այդ չի կարող անի։ Պատմություն ուսումնասիրեք կհամոզվեք։ Երկրորդը հայկական մտքի խորությունը, դե տաղանդների ու շնորհքի մասին էլ չեմ խոսում։ Աշխարհում շատ քիչ ազգեր կան, որոնք համատեղում են ռազմավարական ինտուիցիան ու քաղաքակրթական մտածողությունը։ Իրականում հայեր ջան, սա Աստծով տրված բացառիկ տաղանդ է ու դա հենց մեզ է տրված։ Սա պետք է գնահատել ու սրանից օգտվել։ Ու երրորդ, հայկական տարածքի աշխարհաքաղաքական կետը, ուղղակի մեր երկրի աշխարհագրական դիրքը։ Աշխարհի քարտեզի վրա մենք այն բացառիկ տեղում ենք, որտեղից ցանկացած երկիր կարա ղեկավարի ամբողջ աշխարհը։ Մեր տարածքի դիրքն ու ամեն ինչը նենց է, որ հերիք է Հայաստանում մի հատ պահանջատեր ու ուժեղ կամքով ղեկավարելնի։ Ամբողջ աշխարհին կստիպի իր հետ հաշվի նստել։ Այս մեր տեղից խաղացողը կարա փոխի ամբողջ տարածաշրջանի ու աշխարհի հավասարակշռությունը։ Ու հենց այս է պատճառը, որ գերտերությունները չեն ուզում Հայաստանը դառնա ուժեղ, հայ ազգը զգոն, իսկ Հայաստանի ղեկավարն էլ օրինակ ես։ Իրանք ուզում են Հայաստանը միշտ մնա կախվածության մեջ, բաժանված, մշտապես ինքը իրանից հիասթափված, ժողովուրդը միշտ լինի արտագաղթող ու միշտ ուրիշի խոսքին, օգնությանն ու պաշտպանությանը սպասող։ Սրա մասին երբեք ուղիղ չեն խոսում, այս այդ սցենարի չերևացող հատվածն է։ Ու ինչի եմ ես հիմա այս սցենարը հնարավորինս բացում բոլորիդ առաջ, որտեղ Հայաստանն այսօր մտել է քաղաքակրթական բախման մեջ, որտեղ բոլոր ուժերը շտապում են ամրագրեն իրենց շահերը, որովհետև Արցախը ոչ թե վերջն էր, ոնց որ ոմանք կարծում էին, չէ՞, որ ասում էին Արցախը տանք ու հանգիստ ապրենք, այլ իրականում Արցախի կորուստը սկզբնական փորձարկում էր։ Սյունիքը այսօր նույն սցենարի հաջորդ փուլն է։ Բանակի կազմաքանդումը այդ սցենարի ներկայիս գործող հատվածն է։ Դե իսկ սահմանադրության փոփոխությունն էլ այդ սցենարով գծված արտաքին ուժերի պատվերն է։ Այս ամեն ինչը մի ծրագրի նույն սցենարի մասերն են, ոչ թե տարբեր երևույթներ։ Սցենարի նպատակը պարզ է, Հայաստանը դարձնեն անուղեղ, սակավազոր, ոչ ինքնուրույն պետություն, որը միշտ պատրաստ կլինի ցանկացած պարտադրանքի։ Ու հիմա այսքանը
պետք է բոլորը հասկանան, յուրաքանչյուր հայ, որովհետև այս խաղը արդեն մտել է իր ամենավտանգավոր փուլի մեջ, ու այդ վտանգը իրականում ահռելի մեծ է։ Հայր ջան, եթե մենք շարունակենք ապրել այս մառախուղի մեջ, ապա մենք ունենալու ենք 3 անխուսափելի հետևանք։ Առաջինը սահմանների նոր կորուստ, դա միանշանակ ու դա անխուսափելի է։ Երկրորդը պետական ինստիտուտների վերջնական ու անվերադարձ կործանում, ու երրորդը հոգեբանական մակարդակում ազգային ներուժի փլուզում։ Ու հա, այս արդեն վերջն է։ Այս ամեն ինչը չի կարելի պատկերացնել կամ ասել ինչ-որ ուրիշ մեղմ տարբերակով, որտեվ երբ մի ազգ կորցնում է ոչ միայն տարածքները, այլ նաև ինքը իրան, այդ ազգը վերածվում է պատմական նշանակության արձանագրության առանց կենսունակության, ու հենց սրան է տանում այս սցենարը։ Ու հայր ջան, դեռ ուշ չի, որ այդ սցենարը ջարդու փշուր անենք, այս իրականում ունի լուծում։ Հիմա էդ էլ ասեմ, թե ոնց է խափանվելու այդ սցենարը։ Այդ խափանվելու է մենակ մի բանով, սուբյեկտային հայով, ոչ թե կուսակցությամբ, ոչ թե դաշինքներով, ոչ թե քայլերթերով կամ միտինգներով, այլ այն պահին, երբ առնվազն 70,000 հայ մարդ դուք ձեր մեջ ձևակերպեք այս միտքը, որ Հայաստանի վրա ոչ մեկ իրավունք չունի բացի հայ ազգից, բացի ձեզանից։ Երբ որ այս դառնա ձեզանից յուրաքանչյուրի ներքին օրենք, ապա հայի դեմ ոչ մի դավադրություն, ոչ մի ծրագիր ու ոչ մի ճնշում չի կարա աշխատի։ Ու հենց այդ են միշտ փորձել մեզանից խլեն հայ իրավունք կոչված հոգևոր ձևակերպումը։ Էս է հակասցենարը, էս է այն, ինչին պետք է անցնի յուրաքանչյուր իրան հարգող հայ մարդ, առանց վախի, առանց կեղծ համեստության ու առանց կախվածությունների։ Ու հենց ստեղ է կանգնած Լույսի բանակը որպես միակ կառույց, որը ձևակերպել է ոչ թե հերթական աջակցության ծրագիրը, այլ ազգային արժանապատվության վերադարձի ռազմավարություն։ Ու վերջում, հայր ջան, մենք այսօր ունենք ընդհանրապես մի ընտրություն։ Կերտենք մեր պատմությունը ինքներս, թե թողենք այդ ուրիշներին, այն ուրիշներին, ովքեր թքած ունեն մեր երեխեքի, մեր բարեկեցության, մեր պատմության, մեր ապագայի ու մեր ընտանիքների վրա։ Ու հա, սցենարը իրանցն է, բայց ընտրությունը մերն է։ Ու հայր ջան, միշտ ու ամեն օր հիշեք, եթե ազգը չի կարդում իր դեմ գրած սցենարը ու չի պայքարում դրա դեմ, ինքը ուզի թե չուզի այդ սցենարում խաղում է որպես զոհ, ոչ թե որպես հեղինակ։ Ես որպես հայ, ես ընտրել եմ լինել հեղինակ։ Հայր ջան, հերթը ձերն է։ Այդտեղ ոչ մի բարդ բան չկա։ Միանում եք Լույսի բանակին, միանում եք վերածննդի շարժմանը, ու իրականությունը փոխվում է ի օգուտ հայի։ Չեք միանում, ուրեմն գնում եք մինչև այս նշածս սցենարի վերջը, որտեղ ոչ ձեր, ոչ էլ ձեր երեխեքի համար ոչ մի լավ բան չկա։ Կա մենակ կորուստներ, դժվարություններ, աղքատություն, ցավ, լաց ու նման բաներ։ Ես անկեղծ արդեն հոգնել եմ այսքանը կրկնելով։ Փորձեք դուք էլ միանաք այս խոսքի տարածմանն ու ամենտեղ գրել ու բարձրաձայնել սրա մասին, որտեվ դուք էլ ձեր մեջ գիտեք, որ Լույսի բանակից բացի ուրիշ ռեալ տարբերակ ուղակի գոյություն չունի, միայն Լույսի բանակ ու առաջ Աստված։ Լավ մնաք։